Լույս Օրեդբարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, դա նշանակում է ովքեր այս պահին մտածում են արթնանալ, չարթնանալ, հոգնած ենք, ձմեռը, առջևում ամանորը, արթնացեք, միշտ արթնացեք, որտեղ առավոտը բարի է, արևը բարի է, անկախ նայեն ծորերը ինչքան են ցրտել, պետք է արթնանալ, մարզվել ու լավ երաժշտություն լսել, առաջարկում եմ լավ ելևէջներով տեսահոլովակ, որպեսզի արթնանանք, միասին գնացինք։ Վերադարձանք, դե ինչ պատրաստել եք ձեր նախաճաշը կամ գծել եք ցուցակով, թե ինչ եք պատրաստելու, ինչ գնումներ եք կատարելու, ի վերջո ով է այդ գնումները կատարելու, այո, հարցերը շատ են, հարցեր կան նաև, թե ինչ հագնել, ինչպես հագնվել, ինչպես այս տաք օրերին կամ ցուրտ օրերին ջերմանալ տաք հագուստով, այս ամենի հարցում կգնանք մասնագետի հետքերով, նորաձևության հետքերով Նաիրա Հարությունյանի հետ, տեսնենք։ Վերադարձանք այսօր երաժշտական եթեր է սպասվում, այս պահին առաջարկում եմ վայելել տեսահոլովակ, որից պարզ կլինի, թե ով է տաղավարում մեր հյուրը։ Թե իմ սիրո մասին քեզ ոչ մի բառ չասեմ, աչքերը քեզ կասեն սեր, թե մի վարկյան էլ քեզանից հեռու լինեմ, սիրտ իմ քեզ մոտ կթողնեմ, քեզ աշխարհում միայն քեզ եմ սիրում, իմ սերանհուն, սրտիս անուն, սիրում եմ Սերն ես իմ սրտի, լույսն իմ աչքերի, ինձ ամուր կրկիր, թե քո գրկում եմ, թե կուս ծմեր լինի, մի ամբողջ տարի, արև իմ երկնքի, քեզ ամեն օր սիրահարվում եմ ավելի, Սերն ես իմ երազանքի ու քեզ սիրելով ճախրում է իմ սիրտն ու հոգին, Սերն ես իմ ամբողջ կյանքի, քեզ աշխարհում միայն քեզ եմ սիրում, իմ սերանհուն, սրտիս անուն, Սերն ես իմ սրտի, լույսն իմ աչքերի, ինձ ամուր կրկիր, թե քո գրկում եմ, թե կուսում էր լինի, մի ամբողջ տարի, արև իմ երկնքի, արև իմ երկնքի, Արդեն հասկացաք, այսօր մեր հյուրն է սիրված երգչուհի յուրահատուկ ու հզոր ձայնով, միշտ անմիջական ու անկեղծ Սոնա Շահգելձյանը, բարի լույս։ Բարի լույս Անահիտ ջան։ Շատ ուրախ եմ, որ այս առավոտ մեզ մոտ ես հասցրել ես, գիտեմ ինչքան զբաղված ես, բայց եկել ես մեր տաղավար մեզ հետ։ Նմանապես սիրով, ես միշտ գալիս եմ ձեզ մոտ սիրով, անկեղծ զրույցի
քեզ սիրում եմ շատ, ձեր հաղորդումը միշտ դիտում եմ եւ ինչքան է որ զբաղված լինեմ, ամեն բան գրեթե կարողանում եմ հասցնել Մենք քեզ ժամանակին։ ենք շատ սիրում Սոնա ջան ու միշտ հաճելի է քեզ մեր տաղավարում տեսնելը։ Ինձ հետաքրքիր է վերջին նորությունների մասին, գիտեմ, որ ունես նոր տեսահոլովակ, ինչ կպատմես։ Ունեմ նոր տեսահոլովակը թարմ է, նոր է։ Երգը կոչվում է Իզուրեի, երաժշտության եւ այդ գեղեցիկ գործիքավորման հեղինակը Արսեն Բարսամյանն է, իմ շատ երգերի հեղինակ, իմ հավերժություն, որովհետեւ աշխատում եմ նրա հետ սիրով, որովհետեւ պրոֆեսիոնալ, միշտ պրոֆեսիոնալ մարդկանց հետ եմ աշխատում եւ իհարկե միշտ տարբերվում է երգացանկս։ Ռեժիսորը տաղանդավոր էլի իմ ընկերն է, ում հետ էլի աշխատանքներ ունեցել եմ, Ռուբեն Գրիկը, ում հետ էլի կաշխատեմ, Ֆելիքսը օպերատոր մեր սիրելի, չեմ ուզում տենց շատ մանրամասնեմ, ինքներդ կդիտեք եւ ովքեր որ դիտել են, գիտեն ինչքան գեղեցիկ է այդ ամեն ինչը, այդ իմաստ կա տեսահոլովակի մեջ, գեղեցկուի հետ պարուհին, մեր դերասանուհին, տղան, այդ ամեն ինչը ոնց որ միաձուլվում է, երգի հետ շատ համապատասխան է։ Ես առաջարկում եմ չչարաշահել համբերությունը մեր հեռուստադիտողի, այս պահին մեր եթերում անել պրեմիերան, դիտել հոլովակը, որից հետո քննարկենք։ Սիրով։ Պրեմիերա մեր եթերում Սոնա Շագելյան, Իզուրեի։ Թող է դառնանա ու մոռանալ ու մոռանալ անհնարին նա կյանքեր համցանքեր ինչու եկար ինչու երկար Մատներս ինչու եկար ինչու երկար սեր դարձար հետո կորան Իզուրեի հասարում մի հորինել պատճառ ներելու համար դու ուր էիր ախու
Շատ գեղեցիկ, իսկապես շատ գեղեցիկ երկու տեսահոլովակ։ Միտքը ումն էր, Բարուհի ընդգրկել այս տեսարանը։ Միտքը եղել է համատեղ, որովհետև ես ինքս սիրում եմ միշտ իմ տեսահոլովակներում իմ լուման ունենալ, թե երգի տեսքով, թե գաղափարներով, միգուցե կարողանում եմ, որովհետև չեմ սիրում միայն երգել, երգը պատրաստ լինի, եթե կարողանում եմ ինչ-որ մի միտք տալ, բնականաբար համատեղ իմ սիրելի ռեժիսորի հետ քննարկում եմ, դե բնականաբար այդ լավ աշխատանքը կատարել է, նշեցի ռեժիսորը Ռուբենը, որի համար իսկապես շնորհակալ եմ, համատեղ ա եղել աշխատանքը, ինքը փորձել է կերտել այդ գեղեցիկ երգի միջոցով այդ կերպարները, թե գեղեցկուի մեր դերասանուհու, պարուհու, այդ, չգիտեմ, այդ տխուր հայացքները, միաժամանակ սպասողական հայացքները, տղան էլ կարծում եմ իսկական հայ տղամարդու կերպար, բնականաբար կարևոր է դա շատ, եւ չգիտեմ, ստացվել է գեղեցիկ տեսալովակ, թե գույնային ոչ թե իմ տեսալովակն ա գովում եմ, այլ ասեմ, որ իսկապես ստացված աշխատանք Ես Անայ ջան, աշխատանքները ներկայացնում եմ, ինձ ընդհանրապես չի հուզում, ինչքան կդիտեն, ովքեր կդիտեն, կարևորը որ գնահատեն իմ աշխատանքը, եւս մեկ գեղեցիկ աշխատանք եմ ներկայացնում, բարդ ստեղծագործություններ, պրոֆեսիոնալ, իհարկե կոմերցիոն առումով սա կոմերցիոն երգ է, որպես ըստիս, եւ հիմա շատ հաճախ երգում եմ այս երգը, որտեղ շատ պահանջարկը կա։ Այլ հասարակ այո, որտեղ որ ես աշխատում եմ ինքս երգում եմ, պահանջարկը կա, միշտ ասենք ասում են, այս երգը երգի կամ այն կամ դու քո ճաշակով ինձ կընտրես, որտեղ իմ բոլոր երգերն ես շեշտեցի, որ շատ տարբեր են, շատ տարբեր են ոճային։ Ցանկացած ժանրի մեջ կարողանում ես կարծես քո հոգին ու սիրտը ներդնել ու ստանալ հետաքրքիր։ Ու ամենակարևորը, որ ինչ որ մենք մերն ենք ստեղծել, ինչ որ մեկից չենք վերցրել այդ դրվագները կամ երաժշտությունը կամ անգամ իմ երգի մեջ այդ որ հոյա հեյո հեյո դա իմն է, ոնց որ Սոնա Շարգելյանի ֆիշկան է, ես ունեմ մի քանի ֆիշկաներ, իմ ձեռագիրը ոնց որ դուք նշեցիք, որ դա պահում եմ, միշտ դա ոնց որ ես եմ, այդ երգերի մեջ միշտ դա լինում է։ Թե իմ կերպարի հետ կապված թե առասարակ այդ ձայնային ելևէջների դա իմն Եվ կարծում եմ լավ աշխատանք եմ ներկայացրել։ Որքանով էին երգի խոսքերը քո սրտին մոտ ու ինչքան ես դու կյանքում հաճախ ասում Իզուրեի։ Նախ Անայ ջան, եթե թույլ կտաք, անպայման ասեմ խոսքերի հեղինակ Անիտա Հաղվերդյան, ում հետ որ միշտ եմ աշխատում եմ, ինքը մի քիչ համեստ է այդ տեսակով, Անիտային, եթե դու ինքը գիտես, այո, համեստ, ինքը ավելի մի քիչ ուրիշ աշխարհի մարդ է, եւ դե վաղուց գիտեմ Անիտային, իմ դեպի երկինք երգը, Կորուսթեգանց երգը, սա, որովհետեւ նրա հետ աշխատել եմ ու շատ տարբեր մարդկանց հետ եմ աշխատում, բայց այդ պրոֆի այդ վիճակը ես այդ ամեն ինչը պահում եմ ու ուզում եմ այնպիսի մարդկանց հետ աշխատել, որ անդադ նույնատիպ չլինի, տարբերվեմ, կարող եք հարցը տալ։ Իսկ հիմա ինձ ասեք, տեսնեմ, որքանով է Սոնա Շարգելյանը իրականում հաճախ ասում Իզուրեի, այո, Իզուրեի։ Ես հաճախ չեմ ասում, բայց ստիպում է կյանքը մեզ այնպիսի իրավիճակների, չէ, հայտնվել, որ դու արդեն ակամայից ասում ես այդ բառերը։ Այս բառերը ոնց որ հատուկ գրված լինի, ինքը ոնց որ մի հատ կյանք լինի, ու ել եմ կրկնում, ամեն մեկը կարա իր վրա վերցնի, իր պատմությունը լինի, դե բնականաբար չեմ ուզենա, որ տխուր ավարտ ունենա, բայց ինքը հույս է վերջում տալիս։ Հույսը չի մարում, չի, այո, ամեն դեպքում ես Իզուրեի շատ հաճախ ասում եմ, անում եմ մի բան, հետո ասում եմ Իզուրեի, որ այսպես եղավ, կապ չունի, կլինի իմ անձնականը, կլինի ընկերական հայացքներում, շրջապատում կա առհասարակ։ Կարծում բոլորս էլ ասում ենք, չէ, ամեն մեկս մեր օգու խորքում, որ Իզուրեի, որ էսենց եղավ, այսպես ստացվեց, բայց ամեն դեպքում, չգիտեմ, իրական է, թե խոսքերը, թե տեսալովակը, թե ոչ թե ես եմ, որ պետքա գովաբանեմ, ոչ կատարումը, ինքը հզոր կատարում է ու ականջին է, որ ուզում ես անդադ այս երգը լսես։ Միանշանակ, մենք սրտանց ամբողջ թիմով շնորհավորում ենք քեզ։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Թող երգ ունենա շատ երկար ճանապարհ, ինչպիսին քո մյուս երգերն են։ Կարևորը որ աշխատի, կարևորը է որ հանդիսատեսը քեզ լսի, սիրի, երգը ապրի։ Ոչ թե մի քանի օր լսես այդ երգը ու հետո էլ չուզենաս երգերը ընդհանրապես լսել։ Որովհետև դուք ունեք երգեր, որոնք որ շատ երկար տարիներ է անցել, բայց միևնույն է բոլորս անգիր գիտենք ու լսում ենք միջազգային նշանակում է որ երգը ունի արժեք։ Որ կրթում եմ թեկուզ իմ ձեռագրով, ուզում եմ արժեք, այո, այսօրտև շատ բաներ արժեքազրկված են, ինքը տրամամիտ կլինես, բայց մենք փորձում ենք այդ ամեն ինչը շտկել մեր տեսակով, ես իմ երգով, դու քո ձևով, ամեն մեկս մի ձևով փորձում ենք անել լավ աշխատանք, այսինքն մնանք մեր դիրքերում։
ես կոնկրետ տենց եմ անում, չեմ փոխվել որպես Սոնա Շահագելյան թե տեսակ, Փարկասո չէի կարող փոխվել, թե որպես մասնագիտորեն եմ ասում եւ պահում եմ, թեկուզ անգամ լինի 6-8 ռիթմային, չէ, անայջան երգեր, փորձում եմ մատուցել ճիշտ, գեղեցիկ, ճաշակով ամենակարևորը։ Մի շրջան կա, որ որպես երգչուհի բացի ներկայանում էր նաև դերասանուհի ու ֆիլմերում։ Արդյոք կան նորություններ այդ բնագավառում եւ սպասում են Կան, հիմա նոր ֆիլմ կա, որ շուտով երևի արդեն մոնտաժային աշխատանքներն են կատարվում, մի քիչ այո, շատ երկարեց, բայց այնտեղ ունեցել եմ շատ լավ, կերտել եմ լավ գեղեցիկ դրվագներ, հումորային, ինքը շատ լավն է։ Ես կուզենամ, որ այդ ֆիլմը անպայման բոլորը դիտեն։ Ինքը իսկապես լավն է, ոչ թե ես եմ խաղացել, թե առհասարակ այլ մարդիկ, ինքը արդեն իր այդ սյուժեով շատ գեղեցիկ է, շատ հետաքրքիր է, նորություն է ու լավ դերասաններ իհարկե խաղացել են բնականաբար։ Ճիշտ է, ես ինձ համարում եմ որպես երգչուհի առաջին հերթին, բայց իմ մեջ է դերասանականը կա, եթե չլիներ ես ընդհանրապես չի խաղա, ես մի քիչ ուրիշ անձնավորություն եմ, եթե իմը չի կամ ես չեմ կարողան անեմ, ես դա պետքա զորով չանի մարդ։ Այսինքն ցույց տա, որ էդ էլա կարողանում անի, չէ, դա սխալ է։ Անկամ եթե իմ բալիկը հիմա երգում է, ինքը չի կարող ինձանից վատ, ասենք, ժառանգել, չէ, այդ տվյալները կամ այդ ամեն ինչը ես չեմ փորձի նրան, եթե ինքը վատ երգի, ես երբեք չեմ ասի դու բարձացի բեմ, ուղակի սիրի երգի, ուղակի որ Սոնա Շահագելյանի տղան ես կամ առհասարակ ինքն էլ հասկացող երեխա է, բնականաբար այն որ համեստ է ու չի սիրում այդպիսի բաներ։ Միշտ գնահատում է լավը, լավ երաժշտությունը, անգամ ինձ մի օր հարց եղավ երկու երգչուների մեջ, այնքան ինքը ազնիվ էր, որ հարցը ասեց, բանը, մամատ բայց շատ լավ երգչու է, էլի, իրոք շատ լավ է երգում, ասեց, չէ, բայց դու էլ ես շատ լավը, դու ավելի լավն ես։ Ինքը տենց ամիջական երեխա է ու նենց դաստիարակի է, որ չասի ես, ոչ, ինքը ճիշտ է եւ սխալը շատ լավ հիմա գիտակցում է այս կարող եմ ասել շատ դժվարին աշխարհում բայց կարողանում է տիրապետել։ Քանի որ խոսեցիր տղայիցդ, ես գիտեմ, որ վերջին շրջանում նաև դասավանդում ես։ Արի այս մասին էլ խոսենք, հա։ Ստուդիան ես քոսեփականն է։ Ես մի քանի ամիս է ինչ ստուդիայով զբաղվում եմ, բնականաբար այդ ամեն ինչը շատ դժվարին ճանապարհով եմ անցել, վարձակալել եմ, որպեսզի կարողանամ կրթել շատ տաղանդավոր երեխաների։ Մոտ 3-4 ամիս կլինի, որ աշխատում եմ, թե օնլայն տարբերակով, թե հենց գալիս են ինձ մոտ։ Հիմա եթե հեռուստայտողի մոտ հարց ինչպես կարող են կապ հաստատել, ունեմ աշխատակազմ բնականաբար, բայց կարող են ինձ հետ էլ կապ հաստատել։ Այո, ես ունեմ հենց վոկալ Շահագելյան վոկալ դպրոց, այդ էջն էլ կա, շատ գրում են, շատ բալիկներ կան ու տարիքային սահմանափակում ընդհանրապես չկա ինձ մոտ, որովհետև ես նաև կրթում երգ եմ անցնում, բացի դասավանդելը։ Ավարտել եմ բնականաբար ունեմ, հասկանում եմ ինչ եմ դասավանդում, ինչի համար, դա որպես բիզնես չէ, դա իմ աշխատանքն է, ոնց որ քրտնիկն է, որով որ ես աշխատում եմ ու լավ գործ եմ անում, այսինքն ես չեմ նայում դրան որպես ավելի շատ բիզնես, առաջին իմ անուն ազգանունն է որպես Սոնա Շահագելյան, հիմա բացել եմ, հետո արդեն կլինի ուրիշ բնագավառներից ինչ որ կվերցնենք եւ ճյուղեր եւ կկարողանանք փորձել դա էլ օգտագործել, եթե ճիշտ աշխատենք։ Ինչքանով է կարևորում, որ երեխաները իսկապես ճիշտ կրթություն ստանան։ Շատ կարևոր է, շատ։ Երեխաներ ունենք շատ տաղանդավոր են, իսկապես իրանք չունեն այդ հնարավորությունները, որ տեսեք ամեն մեկը դուք ձեզանով թույլատրում եք, չէ, որ իրանք բարձրանան բեմ, Երևան, ճանաչվել դա շատ կարևոր է։ Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը իր քայլերը որ անում է, շատ հստակ անի ու ճանապարհ անցնի։ Հեշտ, այնքան հեշտ է խոսափողը վերցնես ու ուղակի երգես, մա տեսալովական նկարնես, всё, մենք երգեցինք։ Հիմա բոլորը երգում են, Անայդ ջան, բայց պետքա ունենաս դու այդ ձայնը, պետքա տիրապետես։ Մենք այն ժամանակ ես որ Արևիկ անսամբլում էի, մեր Արևիկ, եւ հետո այնուհետեւ Դորեմի եկա, ես մեծ ճանապարհ եմ անցել։ Եթե վերցնենք համեմատեմ, ես կուզենամ, որ երեխաներն էլ նույն այդ տաղանդավոր ովքեր որ կան իսկապես տաղանդ ունեն, իրանք այդ ճանապարհը կերտեն, անցնեն։ Դա շատ դժվար է, դու ինքդ գիտես ինչա կատարվում իրականում, բայց պետքա հաղթահարես, կամ պետքա լինես հաղթահարես ուժեղ, կամ էլ ուղղակի չես այլ աշխատելու, այդ ոնց որ այդ ճանապարհից հետ կգնաս։
Շատ բարի անչափ շնորհակալ եմ Սոնա ջան, շատ հետաքրքիր զրույց ստացվեց ու շատ ուրախ եմ, որ տարբեր ճյուղերում, հա, այսպես ասած, գործունեություն մեծ է, ինձ մնում է միայն քեզ հաջողություն։ Հա, Նայ ջան, անակնկալներ շատ ունեմ, համերգներ, բարեգործական Առաջիկա համերգներ։ Մամանորն է ի վերջո կարծում եմ շատ տարբեր միջոցառումներ նաև։ Կարևորը որ չգիտեմ նոր տարին սկսվի խաղաղությամբ, առողջ լինենք բոլորս, ամենակարևորը դա է ինձ համար։ Մնացածը արդեն կշտկվի եւ իհարկե որ մենք էլ սիրով կարողանանք մեր գործը անել, աշխատել։ Մեր ժողովրդի համար քեզ էլ ենք մաղթում առողջություն եւ անսպառ էներգիա ու թող այսպես չպակասի քո էներգիան, որ կարողանաս։ Չէ, ես դրական մարդ եմ, փոխանցում եմ, ինչքան էլ որ վատ լինեմ, չեմ կարա վատը, ես չեմ էլ կարա վատ լինեմ անգամ, այդպես ասեմ, սիրում եմ, որ դրականը միշտ բոլորին փոխանցեմ եւ ես էլ քեզ եմ շատ սիրում TV-ին, 21 TV-ին շնորհակալություն ողջ անձնակազմին ապրեք շատ։ Հիմա քո ֆիշկան չենք լսելու այս եթերում։ Ինչ ֆիշկա։ Հանարերանդոյ Hoya vara hobaya he hoya gara gara le hey yo homanenga hey yo hey yo Այսպիսի խենդ դուետ հենց այս պահին 21 TV օրդ բարի հեռուստայտողի համար մեր հյուրներ ֆանտաստիկ երգչուհի միշտ յուրահատուկ միշտ պոզիտիվ ու դրական էներգիայով Սոնա Շագելցյանը ներկայացրեցինք պրեմիերան ես ձեզ մաղթում եմ հաջողություն եւ թողնում եւս մեկ տեսահոլովակով Սոնայի մնացեք բարով Ձենը գեղնարավ, յարո ջան իմ սիրտը